Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, ձեր հաղորդումը, ձեր սպասված հաղորդաշարը։ Շատ շնորհակալ եմ, որ միասին ենք, բարեկամներ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, այն ինչ նախաբանում նշեցի, նաև մեզ համար պարտադրող է եւ պարտավորեցնող, այսինքն մենք անպայման պիտի դա այնպեսի ուտեստներ պատրաստենք, որ հետաքրքրի ձեզ ոչ միայն իր տեսքով, ոչ միայն համով, այլ նաև իր հայկական լինելով։ Հենց այդ ուղով էլ մենք ընթանում ենք եւ այսօրվա ներկայացվելիք ուտեստը հենց հայկական ուտեստ է։ Նորից պիտի նշեմ Գողթեն Գավառի ջրեփուկ, բայց մատուցման հատուկ եղանակով։ Շատ լավ է, որ ուտեստները կան ավանդական, հին, ազգային եւ նաեւ պահպանվել է նրանց մատուցման յուրովի եղանակը։ Բաղադրությունը շատ պարզ է, գարան միս, կանաչ լոբի ձու պիտի օգտագործենք, առատ սոխարած պիտի օգտագործենք եւ մատուցման եղանակը ես կասեմ պատրաստ լինելուց հետո նախ հարկավոր է լավ տաքացնել տապակը եւ լոբին կտրատել շեղակի 45 աշճանի տակ բարակ ձողիկներով տապակի մեջ ձեթը կդաղենք տապակը տաքացավ ձեթը դաղենք սոխարածի մեջ տապակելու ենք նաև առանձին տապակելու ենք խաշված գարան միսը տապակելու ենք այսպես լավ մարմանդ կրակի վրա եւ մինչ ոսկեգույն երանգ մեզ հարկավոր է շատ բարձր ջերմաստիճան լոբին տապակելու համար այո կանաչ լոբին ինչ է սիրում Սամիտ խառն ենք անմիջապես համեմ ենք աղով շատ բարձր ջերմաստիճանի տակ ուղղակի արագ կեղևապատելուց հետո լոբու վրա լցնելու ենք սառը ջուր, շոկ, այսպես, ջերմային իրականացնենք, որ փափկի անմիջապես։ Տեսնում եք ինչքան վառ գույն ստացավ, հիմա սառը ջուր, ծածկում ենք կափարիչը եւ 2-3 րոպե համբերում կանաչին պատրաստ պահենք եւ նախապատրաստենք այլ մթերքները սոխ է մեզ հարկավոր երկար ենք կտրատելու բավական է նախապատրաստենք նաև միսը նախորոք խաշված այսպես ձու ենք օգտագործելու բարեկամներ խփենք նաև ձուն թեթևակի աղ եւ համեմի սերմ Երեք-4 րոպե մինչ ջուրը կքաշվի կամ հարկավոր է մի քիչ գոնե ջուրը իջնի լոբին իրականում պատրաստ է արդեն Վերջ բարեկամներ լոբին պատրաստ է արդեն, տեսեք գույնը տեղը, ամեն ինչ տեղը, ամեմում ենք սամիթով եւ ձու։ Սև կծու պղպեղ
Եվ քաշում ենք կողք։ Տապակը մյուս տաքացնում ենք։ Պատրաստելու ենք սոխարած եւ միս։ Տապակը լավ տաքացնելուց հետո ավելացնում ենք ձեթը։ Ձեթն էլ պիտի դաղվի եւ սոխն ենք տապակելու հատիկ։ Տապակում ենք առանձին սոխը։ Ահա, ավելացնենք միսը, նորից հիշեցնեմ, խաշված միս գարան, տապակելու ենք սոխը և միսը, մինչ սոխի վարդագույն, այսպես ոսկեգույն երանգ։ Սոխի անուշ բույրը ամբողջ տարով տարածվեց, այո, միսը և սոխը միասին տապակելուց հետո հենց այդ նպատակն ենք մենք հետապնդում, սոխի անուշ բույրը կպցնենք մսին և մատուցման եղանակը արդեն խոստացած կանաշենք և կտեսնենք, թե ինչ հետաքրքիր եղանակով է պատրաստվում։ Միայն նշեմ, որ պատրաստելուց հետո մի քիչ պիտի ավելացնենք ծոթրին, մսին, ցիտրոն։ Արդեն համարյա պատրաստ է բարեկամներ, ավելացնենք մի քիչ չոր ծոթրին, խառնենք, տեղադրենք ափսեն, որի մեջ պիտի մատուցենք և մինչ մատուցելը նորից հիշեցնեմ, թե ինչ պատրաստեցինք, նորից նշեմ, որ ջրեփուկ ենք պատրաստել, գողթենգավառի բաղադրությունը նախորոք տապակեցինք կանաչ լոբին, այնուհետև ձու ավելացրեցինք վրան, բարձր ջերմաշանդակ տապակելուց մի քիչ ջուր, հետո ձու, սոխառած պատրաստեցինք, սոխառածի հետ տապակում ենք խաշված գարան միսը, մինչ սոխի ոսկեգույն երանգ ստացանք այդ երանգը արդեն, այս սոխը և միսը տեղադրում ենք ափսեի կենտրոնում, իսկ կանաչ լոբին տեղադրում ենք եզրերին։ Ահա, նորից պիտի անպայման ձեր ուշադրությունը գրավեմ լոբու գույնով, սա է տապակված լոբին բարեկամներ և ոչ թե այն, որ առանձին խաշում ենք, հետո ինքը ստանում է գորշ գույն, նոր արդեն կուզես տապակի, կուզես խաշի, էլ ոչինչ հարկավոր չէ, որովհետև սննդային արժեքը կորսվել է արդեն։ Այն
հետաքրքիր ուտեստներից մեկը, որ պահպանվել է ոչ միայն պատրաստման եղանակով միասին, այլ նաև մատուցման ձևով։ Ահա բարեկամներ այն յուրահատուկ ձևը, որ ես նշել էի մատուցման այս ուտեստի առաջին հայացքից ու ընկնդրելով բաղադրությանը մեզ թվում է թե մի սովորական ուտեստ է, որ մենք պիտի պատրաստենք, բայց պատրաստման ձևը, նրան գումարած այս մատուցման եղանակը կարծում եմ արդեն ուտեստը էլ ավելի հետաքրքիր է դարձնում։ Բարեկամներ, մեր ժամանակը արդեն սպառվում է, ինձ ուղղակի մնում է միայն հիշեցնել, որ ուտեստը հիմնական ուտեստ է, հարկավոր է մատուցել ճաշին կամ ընթրիքին եւ մատուցել անպայման կարմիր անապակ գինով, մատուցման ջերմաստիճան 65-ից 70 աստիճան։ Բարեկամներ, շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք եւս մեկ ուտեստ ներկայացնելու, շնորհակալություն, որ մենք միասին էինք եւ հետ այսօր ուզում եմ, որ նորից լինենք միասնական կամքով ամուր եւ միակամ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, դառն է հաղթանակների, հարկավոր է պատրաստվել եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Գարան մսով ջեռեփուկ, գարան միս 300 գրամ, կանաչ լոբի 200 գրամ, ձում 1 հատ, սոխ 80 գրամ, ձեթ 20 գրամ, կանաչի աղ պղպեղ, բարեխորշակ։